Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Մանրամասները idealsystem.am։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին հրավերի համար։ Որպես ներածություն ասեմ, որ կապի գրասենյակի ղեկավարն եմ Թբիլիսիում, բայց այն տարածաշրջանային գրասենյակ է, այսինքն ընդգրկում է Հայաստանն ու Ադրբեջանը, հետևաբար մենք շատ հարուստ կերպով շփվում ենք նաև մեր հայ գործընկերների հետ։ Ճիշտ, դեսպանի խոսքը կրկնելով հիբրիդային սպառնալիքները իսկապես նորություն չեն եւ վերջին տարիներին պարզապես ակտիվացել են, տասնամյակներին միգուցե։ Այսինքն ՆԱՏՕ-ի տեսանկյունից հիբրիդային սպառնալիքը ցանկացած սպառնալիք է, որը բաց հակամարտության շեմից ցածր է։ Կարող է լինել կիբերհարձակում, քաղաքական ապակայունացում, ապատեղեկատվություն, սաբոտաժ, մասնավորապես առանցքային ենթակառուցվածքի, ասենք, խողովակաշարեր կամ ստորերկրյա կապի միջոցներ, լարեր եւ այլն։ Եվ այս ենթակառուցվածքի ու համակարգիչների ուղղությամբ հարձակումներից զատ չարամիտները նաև թիրախավորում են վստահությունը համակարգի նկատմամբ։ Հենց հասարակությունում առկա վստահություն, այսինքն փորձում հարվածել մեր ժողովրդավարությունների սրտին, ժողովրդավարական կառույցների, ահա դրանից է պետք պաշտպանվել առաջին հերթին եւ կարծում եմ, ինչպես վարչապետը բավականին հարուստ կերպով նկարագրեց երեք, երբ վստահում ես համակարգին, ոչ թե վստահում ես առաջնագծում կանգնած զինվորին այլևս, այլ հենց համակարգին, որ այդ զինվորի ետևում է, այդ համակարգն է դարձել առաջնագիծ այսօր հիբրիդային սպառնալիքների տեսանկյունից։ Իհարկե, երբ խոսում ենք Հարավային Կովկասի մասին, Հայաստանի մասին, պատմական, աշխարհագրական նպատակներից ելնելով, նաև հաշվի առնելով աշխարհագրական իրավիճակը, Ուկրաինայի դեմ ագրեսիա Ռուսաստանի կողմից, Հայաստանը հատկապես խոցելի է դարձել այս սպառնալիքների առումով, եւ ես կընդգծեի այստեղ հենց ապատեղեկատվական սպառնալիքները։ Մենք էլ տեսնում ենք, որ Հայաստանը պատրաստվում է ընտրություններին հաջորդ տարի եւ կարծես թե մինչեւ ընտրությունները այս սպառնալիքները կակտիվանան։ Հետեւաբար կարծում եմ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի եւ գործընկերների համար Հայաստանի ամրապնդել դիմակայունությունը։